Շնորհակալություն շատ։ Մեկ անգամ եւս հարցից օգտվելով բոլորին շնորհակալություն, որ այսօր այս ժամանակը գտել եք ու միասին ենք։ Շնորհակալություն շատ մեր այսօրվա զեկուցողներին, շնորհակալություն Արմենին Մինասյանին այս պարագայում որպես մոդերատոր, որտեղ մյուս դեմքով իրան շնորհակալությանը դեռ կանդրադառնամ։ Արմեն ջան, քո հարցը ունի կարճ պատասխան եւ ծավալուն պատասխան։ Կարճ պատասխանը նա է, որ եթե սրանք որպես կենաց գրվեին, չէին գրվի ընդհանրապես։ Հետևաբար իր հենց իրական եւ առաջնահերթ նպատակը մոտիվացիան դրի ուրիշ դաշտում։ Փորձեմ դրան մի քանի նախադասությամբ անդրադառնալ, հա։ Ուրեմն սեփական ժողովրդի, սեփական հանրության, սեփական ազգի, սեփական քաղաքացիների դեմ հոգեբանական տերորի արդյունքում գործող իշխանությունը վերել է հասցրել ասենց մի հատ դիլեմայի։ Ուրեմն կամ անհատապես խմբային ցանկացած ինստիտուտ պետության սպիտակ դրոշներ բարձրացած բավարար չի։ Յուրաքանչյուրը ձեր սեփական սպիտակ դրոշը կբարձրացնեք։ Այսինքն կամ կունենաք տոտալ կապիտուլյացիա, տոտալ անհատականից մինչև պետական։ Կամ կունենաք պատերազմ, իսկ եթե պատերազմ, պարտադիր պարտություն։ Ուրեմն սա է այսօրվա իշխանության որդեգրած քաղաքականությունը սեփական երկրի եւ ժողովրդի նկատմամբ։ Կամ։ Հիմա որով եք շարժվում, իդեպ աշկի առաջ ունեցեք, եթե կընտրեք այդ սպիտակ դրոշների քաղաքականությունը այսպես կոչված, միշտ ուրեմն շապիկի ետևում, շալվարի մեջ, ծոցագրպանում, լրացուցիչ սպիտակ դրոշներ ունեցեք, որովհետև այն ինչը կգա որպես առաջի փուլ, ու ձեզ կթվա, որ այդ սպիտակ դրոշով ավարտեցիք առաքելությունը չակերտավոր պատերազմ չբերելու, չեք ավարտի դրանով, որովհետև դիմացինը շարունակությունը կուզի, հանկարծ նենց արեք այդ սպիտակ լաթի պակասը չունենաք։ Իսկ կարողա մի անգամից ազգովի այդ սպիտակ լաթով փաթաթվենք ու պրծնենք։ Ուրեմն մեկ, այս այլընտրանքը չակերտավոր, մյուս այլընտրանքը ներկայացվում է որպես հնարավոր պատերազմ, իսկ եթե պատերազմ, բնականաբար պարտություն։ Ոնց կարող է պատահի հանգած պատերազմի պարագայում չլինի պարտություն։ Էսա այսօրվա դրված մոդելը։ Հիմա գալով քո հարցին Արմեն ջան, առաջինը խնդիր կա դուրս գալու այս կեղծ, լիակատար կեղծ, արհեստական ստեղծած հիմար դիլեմայից։ Ուրեմն քաղաքականությունը հնարավորի արվեստն է։ Ուրեմն քաղաքականությունը հենց նրա համար է նաև, որ այդ գունային ամբողջ սպեկտրի մեջ հնարավոր, հա, ծիածանի։ Ամեն ուղղությունը սցենարների խումբ է եւ համախումբ։ Ամեն ուղղությունը գործողությունների հնարավորություն է։ Այսինքն բերել այդ հասցնել սև սպիտակի, հետո սևն էլ ներկով մեկասպիտակ սարքել, չի լուտեց, չի ստացել։ Եվ ժողովրդի այս խաբեության արդյունքում տանել մտցնել կարապնարան, այսինքն խնդիր համար մեկ, մեր հանրությունը պիտի ստանա ազդակը, որ այլընտրանքներ կան եւ դա է բնական, ոչ թե բնականը այդ փակուղի մտցրած երկու հնարավոր տարբերակն է։ Ուրեմն սա ամենակարևոր մոտիվացիաներից մեկն է եղել Արմեն ջան, ամենակարևոր։ Եթե մենք հիմա հարցին անդրադառնում ենք այս տեսլական ասացի կոնցեպտում, հա։ Երկրորդ շատ կարևոր հանգամանք, եթե դուրս ենք գալիս ուրեմն այս երկփեղվածությունից, հա, կամ պատերազմ կամ կապիտուլյացիա, ուրեմն գալիս ենք մտնում ենք ներքաղաքական դաշտ, եթե դա կարելի է ներքաղաքական դաշտ անվանել ընդհանրապես։ Ուրեմն ստեղ կանգնում ենք հետևյալի առաջ։ Ուրեմն ինչ է անում ընդդիմությունը։ Ընդդիմությունը ասածը լայն։ Ես իշխանության տեսանկյունից եմ հիմա ասում, որը անընդհատ տիրաժավորվում է եւ այլ։ Լավ ամբողջ օրը հայհոյում են, լավ ամբողջ օրը դժգոհում են, լավ ամբողջ օրը ասում են սենց չի կարելի, ամբողջ օրը ասում են սրանք սխալ են անում։ Ժողովուրդ, զգացել եք, սա իշխանության տիրաժավորված իր համար ամենահաղթական թեզն է։
Ժողովուրդ զգացել եք, հաճելի ամբիգուցե քննադատում են իրանց հաճելի ամբիգությանը, բայց տեսել եք, որ որևէ մեկը ճանապարհ ասի։ Բայց գիտեք ինչի ճանապարհ չեն ասում, որտեղ ճանապարհը չկա։ Իսկ այդ ճանապարհը չկա, ասում եմ, смотрите пункта выше, որտեղ կամ պատերազմը, կամ կապիտուլյացիա։ Հիմա տեսլականները ունեն նպատակ այդ ճանապարհը շատ հստակ ցույց տալ։ Եվ շատ դուրս ձեռնոց նետելու հերթական մանիպուլացվող տխմար սեփական ժողովրդի վրա օգտագործվող որպես ճնշման գործիք թեզի, որ այդ ճանապարհները գոյություն չունեն։ Եվ սեփական հանրությանը տալու հնարավորինս ազդակ, որ այդ ճանապարհները ոչ միայն կան, այլ առավել քան իրատեսական են։ Ավելի իրատեսական, քան այն ինչ որ տեղի անելու հիմա, իր մեջ պարունակելով հերթական պատերազմի հրահրման ողջ պոտենցիալը, էապես ավելի իրատեսական։ Սա դրված է տեսլականների հիմքում։ Հիմա, մենք մեր առաջ դրել ենք խնդիր, այդ խնդիրը տարբեր դրսևորումներ ունի, տարբեր հնարավոր գործիքակազմերով, հա։ Պարոն ջան, հարցը իր մեջ որոշակի երևի պրովոկացիա պարունակեց, որտեղ ես իմ վերջի այդ ամբողջ խոսքը այս ձևով չէի միգուցե դասավորի, հա։ Բայց խնդիրը հետևյալն է։ Մի պահ ձեզ փորձեք պատկերացնել վաղվա Հայաստան։ Փորձեք պատկերացնել իշխանությունը փոխվելուց հետո անմիջապես, որովհետև մենք երկար ժամանակի մտածելու անգամ ժամանակի, որ թողենք հետո մտածելու, շքեղությունը չունենք։ Որոնք են այն առաջնահերթ քայլերը, իսկ այդ առաջնահերթ քայլերը թող ներեն ինձ բոլոր հնարավոր ոլորտների, բոլոր ոլորտային մասնագետները։ Այդ առաջնահերթ քայլերը գյուղատնտեսության բնագավառում չեն։ Այդ առաջնահերթ քայլերը փողոցները լուսավորելու կամ ասֆալտապատելու բնագավառում չեն։ Այդ առաջնահերթ քայլերը անվտանգայինն են, որ այս պետությունը ու այս ժողովուրդը մենք ապրելու շանս ունենանք։ Սեփական հայրենիքում ոչ թե դարած թափառաշրջիկ բոշաներ, էլի աշխարհով մեկ սփռված։ Այսինքն առաջինը անվտանգային խնդիրն է։ Եվ որն է այդ անվտանգային խնդրի հետ կապված ճանապարհային քարտեզը։ Սա է դժբախտ եղել ի սկզբանե ամենահիմքում։ Եվ օրինակ ես բերեմ, հա, եթե ինչ-որ մեկին կթվա, որ ես այնքան լավատես եմ, որ ինձ թվում է գիրքը 100,000-ավորներ կընթերցեն ու դրանով այսօրվա իշխանության մանիպուլյացիայից ազատվելու հնարավորություն կտանք, չէ, ես այդքան լավատես չեմ։ Ես հույս ունեմ, որ այն մտածող մարդիկ, որոնք հասկանում են այսօր որոնք է բանաձևերը, որով մեր հանրությունը հասել է մեջքը չուղղելու այս հոգեբանությանը, կփորձեն դրանք նաև տարածել։ Բանա որ խոսքով կտարածեն, իրենց հարևանի հետ սուրճ կտարածեն, լսարանում, լեկցիայով ու դասավանդմամբ կտարածեն, իրենց շրջապատի համակարգի տարբեր օղակներով կտարածեն, սա մի խնդիր։ Երկրորդ խնդիրը այն գործիքակազմն է, որը ստեղծված է այսօրվա աշխարհում, մեդիադաշտը, որևէ կերպ ես կարծում եմ պատահական չի եւ կներեք այսպիսի արտահայտություն օգտագործեմ, այս պրոցեսները իրար հետ շատ փոխկապակցված են, որ հիմա Աբրահամի հետ երկար քննարկելուց մտածելուց հետո իրականացնում ենք այդ հատուկ ռեժիմ ծրագիրը, ոդկասթը, որտեղ էլի հիմքը նույնն է։ Միացած մոռացեք։ Մի հատ սրանց մոռացեք։ Այդ վաղվա Հայաստանն է ու իր քայլերը որոնք են։ Թողարկումներից յուրաքանչյուրը դրա մի ասպեկտն է իր մեջ պարունակել։ Հիմա հարց, արդյոք նույն մտածողության, սպասման, ակնկալիքի, գործողության տարբեր դրսևորումները չեն։ Իրականում այդպիսին է։ Հիմա հետ վերադառնալով անմիջականորեն գրքին, ես ուզում եմ շատ մեծ, խորին շնորհակալություն հայտնել մի քանի ուղղություններ։ Առաջի հերթին մի քիչ էգոիստություն կանեմ, կսկսեմ մեր թիմից։ Հայացք վերլուծական կենտրոնի ողջ կազմին, որովհետև իրականում չկա մարդ կենտրոնից, որը այս պրոցեսում իր ներդրումը չունենա։ Այդ ներդրումը կլինի ինչ չափի, սա չի կարևոր։
բայց չկա մարդ, որ այս process-ում այս ներդրումը չունի։ Չկա մարդ, որ այս process-ում էպված չլինի այնպես, որ այսօր առնվազն կակ մինիմում ի վիճակի չլինի ցանկացած միջավայրում պրովոկացվող բանավեճին, դիսկուրսին, էքսթեզերին, մանիպուլյացիային դիմագրավելու եւ իրականությունը առաջ մղելու։ Երկրորդ, շնորհակալություն ես մեր բոլոր ընկերներին, ովքեր ջեմ խոսքով տեսակետ, գաղափար, մտայնություն կիսելով, զգալով դա կամ չզգալով խրախուսել են այս process-ը, որի արդյունքում մենք այսօր ձեր դատին ենք ներկայացնում Ատենաշարի 5-րդ գիրքը։ Երրորդը շնորհակալությունս ինստիտուցիոնալ դրանում մասնակցություն ունեցած կառույցներին։ Այն մեկնարկից սկսած, ովքեր հավատացին, ովքեր պատկերացին, կարևորությունը զգացին եւ արդյունքում մեր կողքին եղան։ Խոսքը վերաբերվում է թե Մատենաշարի երկու գրքերի կտրվածքով վերածնվող Հայաստան կուսակցությանը իր բերած ներդրումով եւ օժանդակությամբ, թե վերաբերում է Լուիս Հիմնադրամին 3 գրքերի պարագայում եւ այսօր նույն աշխարհակաղակական գրավիտացիան Լուիս Հիմնադրամի օժանդակության նաեւ արդյունքն է, որ առանց դրա ինքը այսօրվան ու գրքի վիճակին չէր հասնի։ Խոսքը վերաբերում է անհատներին, որոնք որևէ ձևով իրենց օժանդակությունը փորձել են գործընթացին բերեն, հասկանալով կարևորությունը։ Խոսքը վերաբերում է այն անհատներին, որտեղ չեմ կարող այսօր sense լիաթոք ասել, որ հաջողել ենք, բայց հաջողելու մի էլեմենտ ունենք, օրինակ նույն Ճոճանակը այսօր մոտենում է իր անգլերենը ավարտին եւ մեծ շանս կա, որ անգլերեն տպագրությունը կունենա։ Բայց էլի մարդկանց, իսկ ես այս պարագայում կասեի նվիրյալ մարդկանց օժանդակության հաշվին։ Մարդկանց, որոնք ինչ-որտեղ մտքում բարձր, ցածր կապ չունի։ Թքած են ունեցել նրա վրա, որ դա իր հետ նաև բերելու է քաղաքական երանգավորումներ, այս իշխանությունների կողմից այլ հայացքներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Շնորհակալություն այդ բոլոր կառույցներին։ Շնորհակալությունը մեր 5 գրքերի ուրեմն համատեքստում եւ ընթացքում մեր շատ կայուն գործընկերոջ է իդեմս Պրոֆիլ մեդիայի եւ այս պարագայում Մինասյան Արմենի արդեն ոչ թե այսօրվա միջոցառման մոդերատոր, այլ որպես Պրոֆիլ մեդիայի ղեկավար։ Եվ ամենամեծ շնորհակալությունս, ամենամեծ կողքս նստած երկու մարդու Աննային Կարապետյան եւ Հերմինեի Մխիթարյան։ Ուրեմն տարբեր ձևով է ընթացքը գնաց զրույցի, մենք ինչի իտրեցինք այս ճանապարհը, զրույցով գնալու ճանապարհը։ Հաստատ ձեզ ասում եմ, որ գրել կարդալ կարողանում եմ եւ նաեւ չէ, խոստովան եմ էլի եւ հետեւաբար ասենք կարаж այլ ճանապարհ ընտրվեր, իդեպ այդ այլ ճանապարհի գաղտնիք բացեն փոքրիկ, Ճոճանակի ստարտի մեկնարկի վրա այդ այլ ճանապարհի փորձը արել ենք, այսինքն մեկ գլուխ գնաց մենագրության տեսք։ Ես ներողություն եմ խնդրում, պարոն Բեկարյան, ուղղակի էլի սպոյլանեմ, այն ամենակարևոր հատվածներում տեսլականների, պարոն Բեկարյանը հրաժարվել է զրույցի ֆորմատից։ Ինքը գրել է ուղղակի, որովհետև այնտեղ ստորակետը Շնորհակալություն Մինասյան։ Հիմա եթե դու ինձ չօգնես, որ ժողովուրդը հավատա, որ գրել կարդալ գիտեմ, ուրիշ ով ինձ կօգնի, ապրես։ Լավ, հիմա ուրեմն Ճոճանակի ուրեմն առաջի հատվածը մեկ գլուխ եւ համարյա 1.5 գլուխ։ Գնացինք մենագրության տարբերակով։ Մենք մեր համար թիմային, դա մենակ իմ անձնական որոշումը չէր։ Մենք հասկացանք մի բան, որ նյութը ինքնին բավականին բարդ է, եւ եթե մատուցումն էլ իր լրացուցիչ բարդությունն է վրան բերում, մենք մեր նպատակ դրած խնդիրները չենք կարողանալու լուծել։ Եվ այստեղից առաջացավ այդ իդեան, Աննա շատ ճիշտ ասաց, ինքը այդ ստարտի վրա փորձարարական էր իշխոր իմաստով, որ իրան բերել է զրույցի ֆորմատը։ Զրույցի ֆորմատով Ճոճանակը արեցինք, որից հետո թե մեր սեփական մոտեցումը, թե եկած արձագանքները, բավականին շատ իդեմ ձեզ ասեմ, ցույց տվեցին, որ
ճիշտ է գտած ճանապարհը։ Այսինքն այս զրույցի ֆորմատը ստեղծում է մատչելիության ինչ-որ աստիճան, նյութի ընկալման եւ ըմբռնման մատչելիության աստիճան, որը բարդ նյութի, ոլորտային նյութի պարագայում դառնում առավել քան կարևոր։ Իսկ երբ որ հիշում ենք մոտիվացիա ճոճանակ ստարտի վրա, մոտիվացիան, դիմագրավել են ամբողջ ստին ու կեղծիքին, որը լցվում է դաշտ Ղարաբաղյան կարգավորման հետ կապված։ Տարիների բանակցային գործընթացի, ձեռքբերումների եւ այլն եւ այլն։ Այսինքն այս մատչելիությունը ուներ յուրահատուկ կարևորություն։ Եվ սրա ներքո երեք դեպքերը, որոնք իմ հեղինակությամբ են, գնացին զրույցի տարբերակով։ Բայց ժողովուրդ ջան, զրույց էլ կա, զրույց էլ կա։ Ես պատահական չի, որ ասում եմ իմ ամենամեծ շնորհակալությունն այն կողքի նստած երկու մարդկանց, որովհետև բառը միգուցե լավը չի կամ այս պարագայում այդքան հարմար բառ չի, բայց իրականում ստիպել են դառնալ հնարավորինս անկեղծ, անդրադառնալ այն ամենա ելեդեջային խնդիրներին, որոնք կարող է մարդկանց մեջ որևէ ձևով այդ թողերը դիմացից մանիպուլացվելու հնարավորությունը։ Դետալանալ մեջը դնելով նաև սերունդների ընկալման խնդիրը, որը շատ դեպքերում, երբ որ ավագ սերնդին, միջին սերնդին, թվում է միանշանակ, տրիվիալ, հասկանալի, բայց պարզվում է ավելի երիտասարդ սերնդի համար, դրանք լուրջ հարցեր են, որոնց հետ իրանք չեն առնչվել եւ պետք է բացել, չալարել, չունենալ ակսիոն, որ դա պարզ է ու պարզ է։ Այն որ զրույցը կարողացել է այդ ամբողջ խորխորատներով ընթանա, շատ դեպքերում ականապատ տարածքով, հաշվի առնելով մեր այսօրվա իրավիճակը։ Նստած երկու մարդու շնորհիվ։ Իհարկե գրավիտացիան տրամաբանական շարունակությունն է խոշորացուցի, իհարկե։ Եվ վերջում ուղղակի երկու բառ տեսլականների հետ կապված է։ Տեսլականները մեկ այլ բարդություն են ունեն իրենց մեջ, ունեին իրենց մեջ։ Ինչով ենք մենք, ես մենք ասելով ի նկատի ունեմ այս պարագայում վերլուծական, էքսպերտային ընկերակցության մարդկանց։ Ինչով ենք տարբերվում քաղաքական գործիչներից, կուսակցություններից եւ այլն եւ այլն։ Նրանց մոտ ինչ-որ մի բան հանրայնացնելուց առաջ, ինչքանով եք սա համարում օբյեկտիվ սուբյեկտիվ ճաշակի հարցը, կա խնդիր։ Այստեղ մի քիչ կոշտ ասեմ, վաղը քաղաքական խնդիր կստեղծեմ։ Այստեղ մի քիչ փափուկ ասեմ, վաղը քաղաքական խնդիր կստեղծեմ։ Այստեղ ճշմարտությունը որ ասեմ, վաղը կարող է հանկարծ կոնյունկտուրան դասավորվի այնպես, որ այդ ճշմարտության համար գին վճարեմ։ Եվ այլն, եւ այլն, եւ այլն։ Իսկ սա դառնում է նպաստող նույն իշխանության վարած գծին։ Այս ժողովուրդ բանով չեք ասում, դա էլ աստու ասելիք չունեք։ Եստեղ խնդիր կար, ասելիքը եւ ասել նենց, որ այդ օբյեկտիվության հետ կապված խնդիրները հարվածի տակ չընկնեն, եւ ասել նենց, որ ոչ թե ինքնանպատակը որևէ մեկին գովելը կամ որևէ մեկից խռովելը, այլ նպատակը Հայաստանի Հանրապետություն ունենալը։ Նպատակը Արցախի խնդիրներին գալը այն օրակարգերով, որոնք մեր ազգային պետական շահերի ներքո են։ Նպատակը մեր մեջքը ուղղելը։ Նպատակը կայուն եւ երկարաժամկետ խաղաղության հասնելը։ Իրական խաղաղության, իրական։ Հետևաբար պիտի ասվեր ու ասվեր։ Միակ խնդիրը կայանում է նրան, դա քիչ ինձ առավել կամ բնական է, որ եթե ինչ-որ բան վերաբերում է անվտանգությանը, դրա փակագծերը լիարժեք բացել հնարավոր չի։ Շատ պարզ եւ հասկանալի պատճառներ են։ Բայց հույս ունեմ, կարողացել եմ հասնել նրան, որ մտածողը, հետաքրքրվածը տողատակերից էլ կքամի ու կիսաբաց փակագծերից էլ կքամի իրականությունը, իրատեսությունը, ուղղությունը եւ ճանապարհային քարտեզը։ Նորից բոլորիդ շատ շնորհակալություն, Մինասյան շնորհակալություն։ Ես սրանով երևի ավարտեմ, եթե հարցեր կլինեն